Ողջույն, սիրելի հետևորդներ, այսօրվա մեր դասը երրորդ դասն է սկսնակ չափահասների համար։ Ինչպես տեսնում եք, գրքից արդեն կարող եք ճանաչել, որ level 1։ Անցանք ուրեմն 8-րդ էջին, ինչ է գրվում վերևում։ Right hand, C position, հա, right hand-ը տեղյակ եք, աջ ձեռքի մասին է խոսքը, դες կրճատ գրվում է RH։ Ուրեմն C position-ը դա դո դիրքն է։ Do նոտայի դիրքը, հա, պոզիցի։ Ուրեմն, place the right hand on the keyboard so that the first finger falls on middle C։ Գտեք ձեր դաշնամուրի վրա, հա, ստեղնաշարի վրա կենտրոնը, դա դո նոտան, պետք է գտնեք։ Եվ ձեր բթամատը, այս բթամատը պետք է տեղադրեք դոյի վրա, ինչպես կարող եք այսինքն կենտրոնը գտնել, կարող եք, եթե ձեր դաշնամուրը ունի ոտնակներ 3 կամ 2, այդ ոտնակների ուղղությամբ կարող եք գտնել ուրեմն այս դիրքը։ Տեսեք, խումբ 3 սև ստեղների, խումբ 3 սև ստեղների եւ մեջտեղում խումբ երկրորդ։ Եվ արդեն ձախ ստեղնի, սպիտակ ստեղնի վրա ձեր կենտրոնն է, միշտ նշեք, որպեսզի հեշտ գտնեք։ Ինչ է ասվում, հաջորդում ասում է let the remaining 4 fingers fall naturally on the next 4 white keys։ Եվ ասում է, երբ որ դուք տեղադրում եք ձեր բթամատը, հա, առաջին մատը, այս դո նոտայի վրա, C նոտայի վրա, արդեն բնականաբար մնացած, հա, remaining 4 fingers, մնացած 4 մատները արդեն ընկնում են իրանց տեղը։ Տեսնում եք, առաջինը դրվեց, մնացածը արդեն հաջորդաբար դրվում են։ Keep the fingers curved and relaxed։ Տեսեք, արդեն կորացված է, հա, curved։ Մատները պետք է կոր լինեն եւ շատ relaxed, հա, հանգիստ վիճակում։ Այս բառերն էլ ինքներդ կարող եք նշել, վերցրեք մի տետր կամ չգիտեմ, ինչու եք ուզում նշեք, եթե չեք ուզում գրքի մեջ նշել, կարող եք curved and relaxed, հա։ Curved-ը դա հոլանդերեն ասում են խբոխն, հա, եւ ունցպանն, իսկ ռուսերենով ասում են իզոգնուտի եւ ռասլաբլյաննի, հա, կոր եւ հանգիստ։ Այս նշումները արեք, որ անընդհատ չկրկնեմ։ Կարող է մեխանիկորեն օրինակ անվանումները արդեն անգլերենով ասեմ, որ արագ անցնենք առաջ։ Ուրեմն, այսպես, հաջորդը ասում է the names of the 5 keys are in alphabetical order. C, D, E, F, G. Ասում է անունները այս 5 սպիտակ ստեղների, հա, ուրեմն այբենական կարգով է դասավորված։ Ոնց որ ասեցին, չէ, դո, ռե, մի, ֆա, սոլ, հա։ Այսա այբենական կարգով C, D, E, F, G։ Այբենական կարգով էլ արդեն գիտենք, որ ալֆաբետի շփոխորդը դա ալֆաբետի բարյադկն է։ Անցանք առաջ։ Notes for this position are written on the treble staff։ Այս նոտաները, այս դիրքի նոտաները գրվում են ուրեմն treble staff-ի վրա։ Ի՞նչ է treble staff։ Խնդրեմ, սա treble staff-ն է։ Նոտենբալ, հոլանդերեն ասում ենք նոտնիստան, ռուսերեն եւ հնգակից կոչվում է, օրինակ treble-ը դա բարձր հաճախականություն է նշանակում, հնչողություն, հա, բարձր հնչողություն եւ հավանաբար սոլի ջութակի բանալին դա բարձր հնչողության բանալի է։ Եվ այն ասում է, տես treble clef sign, այսինքն բարձր հնչյունների ուրեմն նշանն է, հա, եւ used for right notes։ Եվ դա օգտագործվում է right hand notes, հա, աջ ձեռքի նոտաների համար։ Staff-ն էլ դե հասկացանք, որ դա հնգակիցն է, հա, ստանը։ Անպայման այդ հնգակիցը նոտենբակ ձեր մոտ նշումներ արեք։ Անցանք առաջ։ The treble staff has 5 lines and 4 spaces։ Ուրեմն ասում է այս treble staff-ը, այս հինգագիծը բաղկացած է 5 ուրեմն գծերից, հա, տողերից եւ 4 տարածությունից։ Դες ինչպես տեսնում եք, այստեղ արդեն մեջը տարածություն կա, 4-ն են։ Միշտ արդեն ներքևից ենք հաշվում 5 գծերից եւ 4 տարածությունից, հա։ Middle C, այսինքն դոն, կենտրոնական դոն,
is written on a short line below the staff. This is called a ledger line. Ասում է այս կենտրոնական դո նոտան գրվում է, տեսեք, այս փոքր գծիկի վրա։ Այս փոքր գծիկը ինչ է անվանում, օրինակ սա հավելյալ լրացուցիչ գծիկն է, որ կոչվում է hoop line հոլանդերենով, հա, ոնց որ դաբավեճնի ստրոկն է, էլի։ Ինքը դրա վրա է արդեն գրվում։ Added line, էլի։ Հետո ասում է D is written in the space below the staff. Հա, իսկ ռենոտան, չէ, այս D-ն արդեն ռեն է համարվում, ինքը արդեն հնգագծից ներքև գտնվում է, սա էլ է համարվում տարածության մեջ, դե գծիկի վրա չի։ Հասկանում եք դրա համար։ Ուրեմն այս գծիկը ledger line, hoop line, հա, սա արդեն գծիկը հավելյալ լրացուցիչ, իսկ սա տարածության space, հա, տարածության մեջ է մնում։ Իսկ մյուսը ասում է each next higher node is written on the next higher line or space։ Իսկ ասում է մնացած նոտաները, հա, այս հնչյունները, որ գրված են, բարձրանում են վերև, արդեն այս հնգագծի վրա են իրանք բարձրանում վերև։ Տեսնում եք, եթե այստեղ գնում են դեպի աջ, վերև են բարձրանում, հնգագծի վրա նույնպես բարձրանում են վերև։ Սա սրա մասին էր։ Անցանք ներքև, ինչ է ասում։ Right hand warm up։ Ինչ է նշանակում warm up, հա? Warm up տակ վարժանքն է, երբ լսել եք, որ սպորտի են գնում կամ ֆիթնես, հա, ինչ որտեղ, սկզբից ջերմացնում ենք, հա, մեր մարմինը, սկզբնական վարժություններ ենք անում, հոլանդերեն ասում են opwarming, ռազմինկա, ոնց որ ռուսերենով էլ ասում են разминочные упражнения, այսպես ասած, exercises։ Ընդհանուր, եթե դուք նստում եք դաշնամուրի առջև, պետք է սկզբնական մի մոռացեք ձեր ձեռքերը այսպես շփեք իրար, լավ, սա էլ է վարժանքը, տաքացնում եք, ջերմացնում եք։ Եվ այստեղից գալիս է այդ warm up բառը հասկացողությունը։ Օրինակ, աջ ձեռքի վարժանքներն են սրանք, play the following warm up, այսինքն այս հետևիր այս վարժանքներին, ասում է say the name of the each note aloud as you play։ Եվ պետք է ասես, հա, որ նվագում ես ամեն մի նոտան հնչյունը նվագելուց պետք է նրա անվանումները ասես։ Տեսնում եք, այստեղ մեջը նոտաների մեջ գրված են իրենց անունները։ Իհարկե դուք կարող եք նաև նշել, հա, այդ այլընտրանքային անվանումները դո, ռե, մի, ֆա, սոլ, հա, որ ձեզ ավելի հեշտ լինի, մինչև արդեն համակերպվեք այս լատինատառերին, հա, C, D, E, F, G։ Հաջորդ ասում է, repeat until you can play smoothly and evenly։ Տես, ասում է, կրկնեք այնքան, որ դուք կարողանաք արդեն smoothly and evenly, սա էլ նշեք ձեզ մոտ, հաճախակի օգտագործվում, սահուն, հա, պլավնը, սահուն ոնց որ սուպլ են ասում, եւ evenly հավասարաչափ, հա, սրանք է շատ կարևոր անդադ կրկնվող, օրինակ ասում է հավասարաչափ ровно, էլի, равномерно, իսկ հոլանդերեն ասում են gelijk matig, ուրեմն fluent and gelijk matig, supple and gelijk matig, շատ կարևոր է նշեք ձեզ մոտ, ասում է as the notes go higher on the keyboard, they are written higher on the staff։ Նոր ասացի, որ երբ որ նոտաները գնում են, բարձրանում են ստեղների վրա, հա, ստեղնաշարի վրա, գնում են դեպի աջ, այդպես էլ նրանք գրվում են, տեսեք, հնգագծի վրա բարձրանում են նաև վերև են գրվում, վերև։ Սա էր ասվում, իսկ հիմա արդեն տեսախցիկը, որ իջեցնեմ ներքև, ստեղները, որ տեսնեք, արդեն կնվագեմ ձեզ համար այս վարժանքները աջ ձեռքով։ Տեսեք, այս դիրքի մասին է ասում, գտնում ենք ուրեմն մեր ստեղների վրա, հա, դաշնամուրի վրա կենտրոնը, նախ, այսպես կարող եք նշել, կենտրոնն է, ինչպես հասկացանք, սա 3 ստեղներն են սև, 3 եւ մեջտեղում երկրորդ խմբի սև ստեղներն են եւ տեսնում եք ձախ հատվածում կա սպիտակ ստեղն, դա համարվում է արդեն մեր դո նոտան, հա, լատինատառերով C ենք ասում։ Եվ մեր բթամատը
պետք է տեղադրենք, տեսեք, այս դոյի վրա, դիրքը արդեն տեսեք հաջորդաբար մեր 4 մատները արդեն ընկան իրենց տեղերում։ Տեսեք, սա համարվում է դիրքը։ Կարող ենք նաև D-ից։ Սա D-ի դիրքն է։ Տես, որ առաջի մատը դնում ես, արդեն բնականաբար մնացած մատները արդեն ընկնում են իրենց տեղը։ F դիրքը, Ֆա, Սոլ, հա, սրա այս դիրքի մասին է խոսքը, հետո կհասկանանք ինչու՞ն է խոսքը։ Օրինակ, վարժությունը առաջին տողում, տեսեք, առաջի տողում վարժություն կա, որ պետք է հիմա մենք այն անվանումները տանք, հա, ամեն նվագելուց։ Սկզբից եկեք ասենք օրինակ 1, 2, 3, 4, 5 և նորից ենք կրկնում 1, 2, 3, 4, 5 Ինչպես այստեղ է կրկնվում, հա։ Հիմա այստեղ ասում եմ, արդեն կարող ենք այլ ընտրանքային անվանումներով նվագել, օրինակ նշենք դո, ռե, մի, ֆա, սոլ, նորից դո, ռե, մի, ֆա, սոլ, հիմա գնում ենք այբենական կարգով, հա, սի, դի, ի, էֆ, G, տեսնում եք, չէ, մատերը կոր և ռելաքստ, հանգիստ, ուրեմն C, D, E, F, G, սա առաջին տողին էր վերաբերվում, հիմա գնացինք երկրորդ տողին, այստեղ տեսնում ենք երկրորդ տողում արդեն սկսում ենք 5-րդ մատից, այսինքն սոլ նոտայից, սոլ ինչու ենք ասում, որովհետև այստեղ արդեն սոլի բանալին է, ինչպես տեսնում եք այս կլորը, շրջանը երկրորդ գծի վրա է գտնվում, դրա համար անվանում ենք սոլ, կարող եք այսպես հեշտ գտնել սոլ նոտան, հիմա 5-րդ մատով պետք է իջնենք մինչև առաջին մատ, մինչև դո, ու 2 անգամ կրկնենք նույնը, կգնանք հիմա թվերով, առաջինը գնում ենք թվերով, դնում ենք դիրքը գտանք, էլի, ու սկսեցինք, 5, 4, 3, 2, 1, 5, 4, 3, 2, 1, հիմա այլ ընտրանքային անվանումներով, alternative names, այսինքն սոլ, ֆա, մի, ռե, դո, հիմա ալֆաբետիշ, ալֆաբետիկ, ուրեմն G, F, E, D, C, Սա արդեն երկրորդ տողն էր, անցանք երրորդ տողին, երրորդ տողում տրված է, տեսեք, դոյից գնում ենք դեպի սոլ, 5-րդ մատ, և 5-րդ մատը կրկնում ենք, իջնում ենք դեպի դո, այսինքն գնում ենք դեպի ձախ նորից, աջ, ձախ, հիմա կկրկնենք, էլի համարներով, նորից դիրքը, բութը դնում ենք դոյի վրա, սա դոյի դիրքն է, 1, 2, 3, 4, 5, 5, 4, 3, 2, 1, հիմա արդեն դո, ռե, մի, ֆա, սոլ, սոլ, ֆա, մի, ռե, դո, հիմա արդեն գնում ենք այբենական կարգով, C, D, E, F, G, F, E, D, C, Սա էլ այսօրվա վարժանքներն էր, warm up, որ ամեն դասին ինչ-որ վարժանք պետք է կատարեք, որպեսզի սկսեք դասը։ Սա 8-րդ էջի համար է, արդեն կանցնենք 9-րդ էջին։